Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կազմակերպած տրանսատլանտյան ընթրիքին։ Ինչ նշանակություններ ունի տրանսատլանտյան ընթրիքը և ինչ արդյունքներ կարելի է ակնկալել արտգործնախարարի Նյու Յորքում ունեցած հանդիպումներից, մանրամասնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Քաղաքագետը իր խոսքում նշեց, որ մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ։ Ես կարծում եմ հանդիպումը Միացյալ Նահանգների կողմից ընդհանուր առմամբ ներկայում վարվող արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ է, այն Միացյալ Նահանգները փորձում է տարբեր տարածաշրջաններում համագործակցային նոր պլատֆորմներ ստեղծել, որոնք հնարավորություն կտան առաջին հերթին բիզնես տրամաբանությանը համապատասխան քաղաքական օրակարգեր մշակել եւ իրացնել, ինչի դրսևորումներից մեկն էլ հենց այդ տրանսատլանտյան հանդիպումներն են, որտեղ ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, մենք տեսնում ենք, որ նաեւ այնպիսի երկրների ներկայացուցիչներ կան, որոնց հետ առաջին հայացքից Միացյալ Նահանգները կոնֆլիկտային փոխհարաբերություններ ունի, առաջին հերթին խոսքը վերաբերում է իհարկե Ռուսաստանին, այնպես որ հանդիպումներից կարելի է շատ մեծ սպասելիքներ չունենալ, բայց կարելի է ենթադրել, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս ռացիոնալացնել եւ առաջ տանել այն օրակարգերը, որոնք նախկինում արդեն համաձայնեցվել են ոչ միայն Հայաստանի եւ Միացյալ Նահանգների, այլ նաեւ օրինակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այսպիսով ամփոփելով արդյունքները կարելի է ասել, որ սա Թրամփյան քաղաքականության շարունակությունն է։